ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից երկու դրվագով։ Առաջինը, որ անverջ տեսնում եք այս տհաճ բառամթերքով եւ ագրեսիվ նիստերը, ինչպես գիտեք, միշտ ամեն օրգանիզմում կարևորը գլուխն է, գլուխը ինչպիսին լինի, այդպես էլ շարունակվում է։ Պարոն Ավինյանին պատկերացմամբ շատ սելեկտիվ եւ կրկնակի ստանդարտներով եք վարում այս նիստերը։ Երբ որովե մեկը ընդդիմադիրներից ինչ-որ բան է ասում, թեկուզ եւ մեկ-մեկ կոպիտ կամ ավելորդ, շատ կոպիտ եք արձագանքում եւ ձեր թիմակիցներն են անում կամ չեք նկատում կամ խնդրում եք, որ չանեն։ Անընդհատ խոսվում է նրա մասին, որ ինչ-որ վատ բառամթերք է օգտագործվում, վատ բառամթերքի մեջ պարոն Ավինյանից ես լսել եմ լոճվել բառ, սառույցը դրեք վզներիդ կհովանակ, իա բամբար գիա։ Այսինքն քաղաքապետ ունեցող քաղաքապետարանը բնականաբար պետք է վերջում բերետներով ընդդիմադիրներին հանի դուրս։ Ես հստակ վստահ ասում եմ, ես որևէ անձի հանդեպ անհարգալից խոսք իմ կողմից որպես ինիցիատոր ինձ թույլ չեմ տալիս։ Ես նման դաստիարակություն չունեմ եւ ես կարծում եմ, որ քաղաքական հանրային խոսույթում որևէ հայոյանք եւ վիրավորական բառ սխալ է։ Բայց կրկին նաև բացի նրանից, որ քաղաքագետ եմ եւ վիրավորաբան, նաև մարդ եմ, հայ տղա եմ, բնականաբար եւ դիմացինը կորցնում է իր եզրերը, պետք է դիմացինին կարգի իրավիրել։ Հենց Երևանի փողոցները մեզ դա սովորացրել են։ Նաև տարբեր գործընկերներ մոտեցան ինձ ասեցին, որ ես ինձ նիկոլական եմ անվանել, սխալ էին երևի հասկացա, ես բացատրեցի, որ ես որևէ նպատակ չունեմ նիկոլական անվանել այն մարդուն, ով որ ինքը ընդունում է, որ նիկոլական է, ուզում եմ նիկոլական անվանել այն մարդուն, ի նկատի ունենալով որպես վիրավորանք, այսինքն որպես ընդդիմադիր դու դավաճանել ես քո գաղափարները եւ եկել կծվել ես իշխող ուժին։ Եվ այդ անընդհատ որ ասում եք ձեր քուչում չեք, ես մեր քուչում չեմ, ես Երևանի ավականիում եմ, եթե մեր քուչումը լինենք, ես դա նստած կլինեի, ու ամենակարևորը ժողովուրդ։ Հիմա ասենց անընդհատ շոու է դառնում, երևանցիների աչքերի առաջ էս ամեն ինչը։ Ու իրապես էս եթերը լոճվել պրծել է, նույնպես է լոճվել, ոնց որ անիֆի բյուջեն է լոճվել, նույն ձև է լոճվել, ոնց որ դատական համակարգն է լոճվել։ Բայց հիմա անցնենք բուն թեմային, բյուջեի։ Ամեն տարի այն պայից սկսած ինչ ես հավաքանու անդամ եմ իմ գործընկերների հետ, ամեն տարի բյուջեում ավելացվում են դատարանի կողմից քաղաքապետարանի պարտված վճիռները բողոքարկելու ծախսերը։ 150 միլիոններ, հետո դարավ 180 միլիոն, հիմա դարավ 195 միլիոն։ Գուցե պետք է ոչ թե ավելացնել դատական ծախսերը բողոքարկման, այլ սկսել իրապես իրավական գրագետ եւ կոռեկտ աշխատանք։ Ձեր հետ ոչ ոք ոչ մի ագրեսիվ բան չի խոսի, եթե դուք օրենքը հարգեք։ Եթե մենք ունենք վճիռ, որը որ անընդհատ բողոքարկվում է 24 թիվ, 25 թիվ, 25 թիվը արդեն վերաքննիչ։ Պարոն Ավինյան, այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասել, ախր ձեր ստորագրությամբ լիազորագրով դատարանում հավաքանին ներկայացնելը սխալ էր եւ դու դա գիտեիք։ Ձեր թիմը միտումնավոր հասցրեց վերջի պահին նոր չզեկուցողով բերեց այդ լիազորագիրը անցկացրեց, որպեսզի դատական ընթացքը կրկին միտումնավոր էլ ավելի երկարի։ Այս տարի բյուջեում 10 միլիոն ավելացրել են նրա համար, որ բողոքարկումները շատ են, որ հանգարց արդեն 15 վարչական դատարանի դատավորի վճիռը օրենքի ուժ չստանա, որտեղ այդ օրենքի ուժը որ վճիռը ուժ ստացավ, Երևանցին շահելու է, կպնտ ուժելու է։ Եթե վճիռները դնենք մեկ կողմ, ախր սևով սպիտակի վրա գրված է տեղական տուրքերի եւ վճարների օրենքի մասին գրված է, որ տեղական վճարների ծախսերը դա փոխհատուցման սկզբունքով է գործում, այսինքն քաղաքային սուբյեկտը, տեղական կառավարման մարմինը պարտավոր է հաշվել այդ ծախսերից ելնելով ստանալ գումար, որպեսզի այն ինչքան ծախսել է, այդքան էլ հետ դնի։ Այդ 160,000-ը, որ 12,000 էր, այդ ժամանակ արդեն 450-ի կրկնակին հավաքվում էր, 900 միլիոնից ավել գումար էր հավաքվում։ Եվ դուք համ դատարանի վճիռն եք անտեսում, համ օրենքն եք անտեսում։ Ու հիմա էլ այս բյուջեով բերել եք կրկին, որ նախատեսում եք ստանալ եւս 2 միլիարդ, 1 միլիարդ 980 միլիոն դրամ կարմիր գծերի համար։ Ժողովուրդ ջան, սա պաշտոնական լծակներից օգտվելով գողություն է։ Հետ կանգնեք սրանից, չի կարելի, դուք սրանով ընդդիմադիրներին չեք վնասում, վնասում եք երևանցիներին։ Ապաշխարեք, ձեր սխալերից հետ կանգնեք եւ քանի որ սա տարվա վերջի նիստն է, մեր երևանցիներին մաղթում եմ լավ տարի,
Հույս ունեմ, որ մյուս տարի այս ժամանակ ԿՊ-ն այլևս իշխանություն չի լինի եւ մեր քաղբանտարկյալները, մեր հոգեվորականները բոլորը կլինեն ազատության մեջ։ Շնորհակալություն։